կարայինք այս ամեն ինչը արտադրել մինչև 2020 թիվը։ Հաստատ։ 2018-ից մինչև 2020 թվականները հաստատ չէինք կարա։ Հիմքը պիտի դրվեր մի քիչ ավելի շուտ, բայց արվեց չէ մոտ 5 տարում։ Եթե լիներ մենք ոչ թե կհաղթեինք, այլ ընդհանրապես հաղթելու խնդիր չէր լինի, քանի որ չէին էլ հարձակվի։ 2016 թվականի քարորիայից հետո դաժե, որ սկսեին 2020-ին մի քանի անգամ կմտածեին, որ կհարձակվեին, իսկ եթե հարձակվեին, էլ կարար ուրիշ արդյունք լիներ։ Իսկ ինչի չենք ունեցել։ Ինչի ունենալ, եթե կա կանսերվի բանկա, բա խոզերը ինչ լափ էին։ Բա խոզերը իրանց արջերին ու առյուծներին ինչով կերակրեին։ Բա հո իրենց լափով չէին կերակրելու, նրանց ուրիշ բանով էր պետք կերակրել, ասենք զինվորի համար նախատեսված տուշոնկով։ Իսկ զինվորը ջհանդամ, հոտած կարտոշկա էլ կուտեր։ Ձեզ դժոխքն էլ չի ընդունի, երբ սատկեք։ Իրենց այնտեղ կոնկուրենտներ պետք չեն, դուք խավարանում եք մնալու։ Facebook-յան իր էջում գրում է Գնել Մանուկյանը։ Մայիսի 28-ին Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Սարդարապատ և ելույթ ունեցել։ Նույն օրը ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հանդես է եկել տեսաուղերձով։ Թե Քոչարյանը, թե Կարապետյանը կարևորել են Սարդարապատի ճակատամարտի նշանակությունը։ Տարբերությունն այն է, որ Քոչարյանն այն գնահատել է պետականությունը պահպանելու, իսկ Կարապետյանը պետականություն ունենալու համար ազգային համախմբվածության տեսանկյունից։ Ընդդիմադիր երկու գործիչների խոսքում, սակայն այսօրվա հրամայականը ձևակերպվել է գրեթե նույն բառերով։ Ուզում ենք ուժեղ պետություն ունենալ, թե տարածք, որի ճակատագիրը ուրիշներն են որոշում։ Հարցադրման ենթատեքստից պարզորոշն հասկացվում է, որ եթե հունիսի 7-ին քաղաքացիների մեծամասնությունը քվետ ա Նիկոլ Փաշինյանի օգտին, ապա կունենանք տարածք, որի ճակատագիրը ուրիշներն են որոշում։ Իսկ հակառակ արդյունքի դեպքում Հայաստանը կլինի ուժեղ պետություն։ Թե ինչ ասել է ուժեղ պետություն Քոչարյանը եւ Կարապետյանը չեն մեկնաբանել, բայց նրանց քարոզչական թիմերի տարածած մուլտֆիլմերից եւ Ալիևի ելույթների ռետրո հոլովակներից հասկացվում է, որ խոսքը թուրք-ադրբեջանական պահանջները չկատարող Հայաստանի մասին է։ Ուժեղ Հայաստանի առաջնորդը քաղաքականության մեջ նոր դեմք է, հրապարակային գործունեության փորձառություն չունի։ Ռոբերտ Քոչարյանը մինչդեռ 10 տարի պաշտոնավարել է որպես Հայաստանի նախագահ եւ այդ ընթացքում ոչ Ադրբեջանի, ոչ մանավանդ Թուրքիայի հետ հարաբերություններում չի թողել մի ժառանգություն, որ կվկայեր այդ երկրների նկատմամբ տարած դիվանագիտական հաղթանակ։ Եթե հակառակը ունենայինք, Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվեր, չէր լինի ոչ ապրիլյան քարորիա, ոչ էլ 44-օրյա պատերազմ իր մետաստազներով հանդերձ։ Ռոբերտ Քոչարյանը տասնամյա պաշտոնավարման քվինտեսենցիան Ղարաբաղյան կարգավորման մադրիդյան սկզբունքներ անվանած տարբերակն է, որի իրականացումը կախված էր մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի կամքից, իսկ նա երբեք չի համաձայնել ԼՂ կարգավիճակի հարցով միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում հանրաքվե անցկացնելուն։ Հայաստանը այդ եւ հետագա տարիներին ուժեղ պետություն էր, թե նրա ճակատագիրն ուրիշներն էին որոշում։ Երկրորդ նախագահն այսօր պնդում է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է երաշխավորներ ունենա եւ մանրամասնում է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելով բանակցելու է, որպեսզի պայմանագիրը երկու հավելված ունենա։ Դա ուժի թե թուլության դրսևորում կլինի։ Երաշխավորները բնականաբար պետք է ունենան նաեւ Ադրբեջանի համաձայնությունը, բավարարեն նրա անհանգստությունները։ Իսկ դա նշանակում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները պայմանավորել ուժային կենտրոնների աշխարհաքաղաքական շահերով։ Խաղաղությունն այդպես ավելի ամուր կլինի։ Ի վերջո, որ երկիրն է ուժեղ, նա, որ հարևանների եւ գործընկերների հետ հարաբերվում է իր անունից սեփական հնարավորությունների սահմաններում, թե նա, որ սահմանակից պետության հետ խոսում է ոչ իրեն սահմանակից ռազմավարական դաշնակցի անունից, կամ նրա փոխարեն, եւ այդպիսով վերածվում տարածքի, որի ճակատագիրն իրոք ուրիշներն են որոշում։ Երևի Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում է ՌԴ Պետդումայի խոսնակ Գրիզլովը Երևան այցելել եւ Հայաստանն անվանել տարածաշրջանում Ռուսաստանի ֆորպոստ, իսկ ֆորպոստը պետական նպատակներ չի ունենում եւ քանդվում է, երբ իր նշանակությունը սպառում է։ Հայաստանը չպետք է ֆորպոստ լինի։